Բարի երեկո, հիմնական թողարկման ուղիղ եթերում լուրերն է, ձեզ համար աշխատում է Լիլիթ Աղվալյանը։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով մի քանի ժամ տևած նիստը ավարտվել է, դատարանն անցել է խորհրդակցական սենյակ։ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով։ Ընտրակաշարքի քրվարույթներով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, հակակոռուպցիոն կոմիտեի տվյալները։ Օրվա այս եւ այլ թեմաների մանրամասներն առաջիկա րոպեներին։ Ձերբակալություններ Գյումրիում ԲՀԿ-ն բարեգործության անվան տակ անվճար շինանյութ է տվել ընտրողին։ 9 օրին 6 ընտրողին հետո կողքը բոլոր քրոջ աղջիկ այդպես սա դիկծնեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը։ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանին ու նրա կնոջ Ռոզա Ծառուկյանին պատկանած առանձնատան գրեթե 92%-ն այլևս Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, ինչ նպատակի կծառայի պետականացված գույքը։ Առանցին որպես այդպիսի մարմին լինի, որը իրականացնի բռնականացված գույքերի կառավարումը։ Համայնքի հողամասերը ձևական աճուրդներով վաճառել է իր հորաքրոջը եւ կնոջ եղբորը։ Աճուրդն չի կարող ասացել աճուրդավարի ամուսնու եղբայրը։ Մեղադրյալի աթոռին Շատինի նախկին համայնքապետն է։ Խաղի նոր կանոններ վերաքննիչ բողոքի քննության ժամկետներում։ Հիմա պիտի կարողանանք հասկանալ, որքանով է իրատեսական 6 ամսվա ժամկետում գործի քննություն իրականացնելը։ Դատական պրակտիկայում բազմաթիվ են օրինակները, երբ հայցի առաջին դատական նիստը նշանակվում է անգամ 2 տարի հետո։ Զելենսկին անարդար է որակել Ուկրաինային Եվրամիության ասոցացված անդամի կարգավիճակ տրամադրելու գաղափարը։ Նախագահի խոսքով Ուկրաինան արժանի է արդարության եւ հավասար իրավունքների Եվրոպայում։ Թեհրանը բացառում է երկրից հարստացված ուրանը դուրս բերելու հնարավորությունը։ Միացյալ Նահանգները պնդում է մի քանի երկրի ղեկավար պատրաստ է միանալու Իրանի դեմ պատերազմին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։ Թևանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով մի քանի ժամ տևած նիստը ավարտվել է, դատարանն անցել է խորհրդակցական սենյակ։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով, լուրերին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության 2 միջնորդությունները։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։ Նախորդին ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել Անդրանիկ Թևանյանի ղեկավարած Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում։ Քննչական կոմիտե ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման համաձայն Թևանյանը 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրահատուկ ծառայությունների կողմից Ռուսիա Կովկաս աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող օտարերկրահատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն։ Թևանյանն ապօրինի հավաքել և առանձնապես խոշոր չափի $622,000 դիմաց նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող 2024 թվականի ապրիլին ազգային ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ընտրակաշարք տալու, ստանալու, նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առիթով քննվող քրեական վարույթներով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության մի խումբ անդամներ բարեգործության անվան տակ Գյումրիի բնակչի տան նորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր։ Դեպքի առիթով հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ։ Իրավապահ կառույցը նաև ձայնագրություն է հրապարակել։ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության մի խումբ անդամներ ազգային ժողովի ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործության անվան տակ ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան նորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր։ Լսե ոչ եմ, ես երեք տեսել եմ առաջ օրը։ Մամե դու արի դեղտես, ես կերիկորանի սելեմ ընտրողեն շադորեն։ Ճոգիր, 9 օրին 6 ընտրողեն, հետո կողքը բոլոր քրոջ աղջիկ այդպես սա դիկծնեն։ Որով դե օգնենք, ինքս ավեմ բես երեք օր տունը հանգաբարձումը կազմակերպեք, այնտեղ թող իրան կառնին, մենք առնենք։ Լսես կը, բանից ամեն ինչտան համարից այնտեղ զերջ չկա։ Առնենք իրանք տանին տասնավ կայնեն չիմանան որ մենք ենք երեք, ճոգիր։
ուրիշ մարդիկ իրանք իրեն որ մենք ենք։ Երեք որոշինք սա համբարձում է թե կազմակերպեք երեք։ Հատակի Դեպքի առիթով հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի խումբ անձինք, կատարվել են մի շարք խուզարկություններ, բարութային այլ գործողություններ։ Մերի Խաչատրյան, լուրեր։ Հողամաս, առանձնատուն, լողավազան ու այլ ենթակառուցվածքներ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանին և նրա կնոջ Ռոզա Ծառուկյանին պատկանած առանձնատան գրեթե 92%-ն այլևս Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Թե ինչ նպատակով է այն օգտագործվել ու դեռ չի որոշվել։ Լուրերը թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանել է որպես ապօրինի Գույք պետությանը վերադարձված տարածքը։ Աբովյանի նախկին քաղաքապետ, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանին ու նրա կնոջը Ռոզա Գագիկի Ծառուկյանին պատկանած այս անշարժ գույքի գրեթե 92%-ը մայիսի 13-ից Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Այն գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Դատական գործընթացների արդյունքում ապօրինի ճանաչված գույքի շուկայական արժեքը 2022 թվականի դրությամբ, երբ գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել, կազմել է մոտ 421.5 միլիոն դրամ, կամ ավելի քան $1.100.000։ Ընդհանուր մակերեսը շուրջ 8600 քառակուսի մետր է, հողամաս, առանձնատուն, լողավազան և այլ ենթակառուցվածքներ, դարպասից դուրս գտնվող այգի։ Ներսում նկարահանում անել լուրերին չթույլատրվեց, Գուլոյանի ու Ծառուկյանի փաստաբանը փոխանցեց, քանի որ դա ընդհանուր բաժնային սեփականություն է և իր վստահորդներն այնտեղ մաս ունեն, նկարահանել կարող ենք միայն դրսից, ինչ որ կարելի է տեսնել։ Այդ կադրերում ի դեպ երևում է, որ առանձնատանն իրականացվել են որոշակի քանդման աշխատանքներ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալը մանրամասնում է, դատախազության հայցն ի սկզբանե եղել է ամբողջի վերաբերյալ։ 2026 թվականի ապրիլի 15-ին Վճռաբեկ դատարանը հրապարակեց Կարապետ Գուլոյանի գործով վճիռ որոշումը և օրինական ուժ տվեց 2024 թվականի հուլիսի 1-ի հակակոռուպցիոն դատարանի վճռին և հենց այս վճռով էր, որ որոշվել էր, որ գլխավոր դատախազության ներկայացած հայցը մասնակիորեն պետք է բավարարվի։ Ժամանակին այստեղ տարբեր հողակտորներ միավորվել են ձևավորելով մեկ հասցե, որի վրա էլ հետագայում կառուցվել է նաև առանձնատունը։ Ապօրինի չհամարված հատվածի նկատմամբ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի սեփականության իրավունքը ճանաչվել է դեռևս 2000-ականներին դատական ակտի հիման վրա։ Քանի որ մի մասը իրենք ձեռք են բերել որպես այդպիսին վճարելով դրա դիմաց եւ չունենալով գումար, օրինական եկամուտներ, դա դիտարկվել էր ապօրինի եկամուտ, ապօրինի ձեռքբերում, իսկ այն մասը, որ իրենք ձեռք են բերել դատական ակտի հիման վրա, ըստ էության դա չէր դիտարկվել ապօրինի այդ մասը հողամասի։ Թե ինչպես է պետությունը տնօրինելու այս գույքը եւ ինչ նպատակի է դա ծառայելու, դեռևս հստակ չէ։ Այս պահի դրությամբ ակտիվ քննարկումներ է իրականացումն է եւ առանձին որպես այդպիսի մարմին լինի, որը իրականացնի բռնագանձված գույքերի կառավարումը եւ նպատակներից մեկը նաեւ այդ սոցիալական նպատակներով գույքերի կառավարումն է։ Իսկ առայժմ պետության սեփականությունը դարձած այս գույքը եւս կամրացվի պետական գույքի կառավարման կոմիտեին։ Դեռ այդ գույքին չի ամրացվել, ամրացումը բացառապես իրականացվելու է կառավարության համապատասխան որոշման հիման վրա։ Հիմա այս փուլում կառավարության որոշման համապատասխան նախագիծ ենք մշակում շրջանառության մեջ դնելու նպատակով։ Պահին դեռ վերջնական որոշված չէ ինչ նպատակով է օգտագործվելու։ Նախորդ օրերին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվել է նաև Կարապետ Գուլոյանից ու Ռոզա Ծառուկյանից դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձված այլ գույքերի նկատմամբ եւս։ Ծաղկաձորում հողամասի, որի շուկայական միջին արժեքը կազմել է ավելի քան 38 միլիոն դրամ, եւ Ագբա բանկի 2000 հատ բաժնետոմսերի նկատմամբ։
Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։ Շատին համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Սմբատյանը հողատարածքները ձևական աճուրդներով վաճառելով համայնքին պատճառել է 24.5 միլիոն դրամի գույքային վնաս։ Հողամասերի սեփականատեր են դարձել 2 դրվագով նրա հորաքույրը, մյուսով կնոջ եղբայրը։ Նախկին համայնքապետը մեղադրվում է պաշտոնական լիազորության չարաշահման, պաշտոնական կեղծիքի և փողերի լվացման համար։ Նա մասամբ փոխհատուցել է պատճառված վնասը։ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Սմբատյանը մեղադրյալի աթոռին է։ Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտմամբ Սմբատյանը պաշտոնավարման տարիներին կազմակերպել և իրականացրել է համայնքապատկան հողատարածքների ձևական աճուրդ վաճառքներ, համայնքին պատճառելով ավելի քան 24 միլիոն 500 հազար դրամի գույքային վնաս։ Մամիկոն Սմբատյանը 2005-ից մինչև 2016 թվականները հանդիսանալով Վայոց ձորի մարզի Շատին համայնքի ղեկավար, կազմակերպել եւ որպես աճուրդավար անց է կացել համայնքապատկան 8 հողերի աճուրդ վաճառք, ձևական աճուրդ վաճառք։ Ըստ մեղադրանքի 2008 թվականին Մամիկոն Սմբատյանը կազմակերպել է Շատին համայնքում գտնվող 300 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի աճուրդ վաճառք, դրան մասնակից դարձնելով իր կնոջ Լենա Մարկոսյանի եղբորը Մարտին Մարկոսյանին։ Խախտվել է հրապարակային սահակալքությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի պահանջների առայն, որ աճուրդին չի կարող մասնակցել աճուրդավարի ամուսնու եղբայրը։ Նման պայմաններում աճուրդում հաղթող է ճանաչվել Մարտին Մարկոսյանը եւ այդ հողի նկատմամբ գրանցվել է նրա սեփականության իրավունքը։ Բացի այդ, Սմբատյանը 2011 թվականին կազմակերպել և անց է կացրել 7 միլիոն 200 հազար դրամ շուկայական արժեքով 29 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի աճուրդ վաճառք, որում հաղթող է ճանաչվել Մամիկոն Սմբատյանի հորաքույրը Ռեհան Սարգսյանը, և 2012 թվականին դրա նկատմամբ գրանցվել է վերջինի սեփականության իրավունքը, ընդ որում նշված պարագայում նույնպես աճուրդ վաճառքի երկրորդ մասնակիցը հանդիսացել է Սմբատյանի կինը Լենա Մարկոսյանը։ Հողամասի նկատմամբ աճուրդ վաճառքի արդյունքում գրանցվել է Ռեհան Սարգսյանի սեփականության իրավունքը։ Մյուս դրվագով Սմբատյանը 2011 թվականին կազմակերպել է 17 միլիոն 700 հազար դրամ շուկայական արժեքով 71 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի կեղծ աճուրդ վաճառք։ Այս անգամ հաղթող է ճանաչվել Մամիկոն Սմբատյանի հորաքույրը Ռեհան Սարգսյանը և 2012 թվականին գրանցվել է վերջինի սեփականության իրավունքը։ Այս անգամ Մամիկոն Սմբատյանը աճուրդ վաճառքին ձևականորեն մասնակից է դարձրել նույն համայնքի բնակիչ Նայիրի Խաչատրյանին, որը ինքնին վկայում է կազմակերպած ձևական աճուրդ վաճառքի մասին։ Քննիչի խոսքով ևս մեկ դրվագով Սմբատյանը ապօրինի կերպով օրինականացրել է Շատին համայնքին պատկանող 1 միլիոն 40 հազար դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը։ Նախկին համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնական կեղծիքի և փողերի լվացման համար։ Նախաքննության ընթացքում Վայոց ձորի մարզի Երեգես համայնքին վերադարձվել են քննության առարկա հանդիսացող հանցանքի կատարման պահին 1 միլիոն 40 հազար դրամ շուկայական արժեքով 1.21 հեկտար գյուղասական նշանակության վայելահողը եւ 455 հազար դրամ շուկայական արժեքով 0.053 հազար 217 հեկտար մակերեսով գյուղասական նշանակության վայելահողը։ Բացի այդ, որպես հանցանքների կատարմամբ պատճառված վնասի հատուցում, Մամիկոն Սմբատյանը Վայոց ձորի մարզի Եղեգնից համայնքին է փոխանցել 3 միլիոն 570 հազար դրամ շուկայական արժեքով գյուղատնտեսական նշանակության 3 հողատարածքներ։ Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել դատախազություն, դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Քրիստինե Թորոսյան, Արտակ Գևորգյան, լուրեր։ Օրենսդրական փոփոխությամբ խաղի նոր կանոններ են սահմանվել վերաքննիչ բողոքի քննության ժամկետներում։ Նախատեսվում է վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննության 6-ամսյա ժամկետ սահմանել։ Նախկինում հայցի կամ վերաքննիչ բողոքի վերաբերյալ առաջին դատական նիստը նշանակվում էր 1.5, երբեմն նույնիսկ 2 տարի հետո։ Գործընթացը կարագացնի նաև գրավոր ընթացակարգը։ Նոր գործիքը դատավորներին հնարավորություն կտա բողոքների քննությունը գրավոր կարգով իրականացնել։ Դատական պրակտիկայում բազմաթիվ են օրինակները, երբ հայցի կամ վերաքննիչ բողոքի վերաբերյալ առաջին դատական նիստը նշանակվում է 1.5, նույնիսկ 2 տարի հետո։ Մի կողմից դատական հայցերի աննախադեպ քանակ, մյուս կողմից դատավորների սահմանափակ թիվ։ Արդյունքում բողոքների քննությունը երբեմն կարող է լինել ժամանակավրեպ։ Վերաքննիչ վարչական դատարանի նախագահը հիշում է. 1 տարի հետո դատական նիստը նշանակել ենք, փորձել ենք ծանուցել, հետո վերադարձվել մահացած նշագրումով, անձը մահացել է։ Առաջնայնություն ունեցող հարցեր դրանք փորձում ենք ել ավելի սերմ ժամկետներում քննել։ Բայց դրանք պիտի, եթե մարդը իր կենսաթոշակի վերահաշվարկման հարցով է դիմել դատարան եւ 78 տարեկան է,
թողնել եւս 2 տարի, որպեսզի նրա թոշակի հարցը քննվի, սա մի փոքր իրատեսական չի լինում։ Հայցերի ու բողոքների քանակը թույլ չի տալիս պահպանել սեղմ ժամկետները, թեև դատարանի նախագահը վստահեցնում է, 13 դատավորները օր ու գիշեր աշխատում են, ուսումնասիրում հայցերը, բայց յուրաքանչյուրի քննության տիրույթում 700-ից 1000 վարույթ է լինում։ Հենց հիմա իմ ձեռքի տակ կա որոշում, որում ես դատական կազմի դատավոր եմ։ Ես ուզած թե չուզած այս որոշումն էլ պիտի կարդամ, գործին պիտի ծանոթանամ եւ այդպես շարունակ։ Այսինքն եթե դու ունենում ես տարեկան 600-ից 700 գործ, հետեւաբար դա պիտի բազմապատկես 3-ով։ Այս իրավիճակով պայմանավորված օրենսդրական փոփոխություններ եղան։ Դրանք վերաբերում են վերաքննիչ վարչական, ապա քրեական դատավարությունների անցկացման կարգերին։ Նոր խաղի կանոն ենք ներմուծում օրենսդրություն եւ սահմանում ենք հստակ ժամկետներ դատավարություններում։ Վերաքննիչ քրեական դատարանում նախատեսվեց այս նախագծով, որը գործի քննության, բողոքի քննության 6 ամսյա ժամկետ, որը բացառիկ դեպքերում պայմանավորված գործի հանգամանքներով եւ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է եւս 4 ամսով երկարաձգվել։ Այսինքն մաքսիմալ, առավելագույն ժամկետը 10 ամիսն է բողոքը քննելու համար։ Եվ քանի որ այսպիսի ժամկետ է սահմանվում, մենք դրան զուգահեռ նաև նոր գործիք ենք տվել դատավորներին, որպեսզի իրենք կարողանան բողոքների քննությունը նաև գրավոր ընթացակարգով իրականացնել, ինչը կարող է արագացնել process-ները։ Դադունցը շեշտում է վերաքննիչ քրեական դատարանում ընդհանուր կանոնը բանավոր ընթացակարգն է, եւ եթե գործի քննությունը թույլ տա, դատավորը կարող է նաև գրավոր ընթացակարգ կիրառել։ Ի տարբերություն դրա, օրինակ վարչական եւ քաղաքացիական դատավարություններում հակառակ կանոնն է, այսինքն վերաքննիչ վարույթում գրավոր է քննվում գործը, բայց անհրաժեշտության դեպքում ելի իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդության հիման վրա, եթե դա անհրաժեշտ է, օրինակ գործի հանգամանքներ բարձելու կամ նոր ապացույցներ հետազոտելու համար կարող է անցնել բանավոր ընթացակարգի։ 6 ամիս հետո վերաքննիչ դատարան մուտքագրված վերաքննիչ բողոքները քննվելու են 6 ամսվա ժամկետում, գումարած 6 ամիս կարող է դատարանը երկարաձգել համապատասխան որոշմամբ գործի քննությունը։ Հիմա պիտի կարողանանք հասկանալ նախքին այն եղած վարույթների արկայության պայմաններում որքանով է իրատեսական 6 ամսվա ժամկետում գործի քննություն իրականացնելը։ Սահմանված ժամկետների խախտումը գործի քննության վրա չի ազդի, բայց կդիտվի դատավորի վարքագծի կանոնների խախտում եւ կարող է լինել կարգապահական վարույթ հարուցելու հիմք, եթե վերջինս չկարողանա ապացուցել, որ սահմանված ժամկետում հնարավոր չէր գործը քննել։ Հաշվի առնելով թե դատավորների կարծիքն եւ նաեւ թե օբյեկտիվ իրավիճակը, մենք այս փոփոխություններին հետադարձություն չենք տվել, այսինքն չի ենթադրում, որ օրինակ եթե գործը արդեն 6 ամիս քննել է, այս օրենքից հետո պետք է 4 ամսում ավարտի։ Վարչական դատարանում գործը թեթևացնելու նպատակով ներդրվել է մեկ այլ գործիք եւս, սահմանափակվել է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ կայացված վճիռների բողոքարկման իրավունքը, բայց պահպանվել է քաղաքացու եռաստիճան դատական համակարգում բողոքարկման հնարավորությունը։ Մինչև 300,000 դրամ տուգանքներով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարողանալու իրենց դեմ կայացված առաջին ատյանի վարչական դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարան, որը մեր հաշվարկներով մոտավորապես կազմում էր 30%-ը։ Որոշակի առնվազն ծանրաբեռնվածության թեթևացում լինելու է, թեև հանուն արդարության առաջինացիան վարչական դատարանում շարունակելու է ծանրաբեռնվածությունը մնալ։ Եթե նախորդ տարիներին դատարան մուտքագրվել է մինչև 5000 վերաքննիչ բողոք, ապա 2025 թվականին թիվը հասել է 8000-ի։ Ըստ Ռուստամ Մախմուդյանի, օրենսդրական փոփոխությունները կարևոր են, բայց որպեսզի հնարավոր լինի լիարժեք պահպանել բողոքների քննության ողջամիտ ժամկետները, այլ գործիքակազմերի կիրառման կարիք կա։ Վարդուհի Արզումանյան, Ռոմիկ Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։ Տեսական քննության արդյունքը կպահպանվի ոչ թե 1, այլ 2 տարի։ Ներքին գործերի նախարարությունը վարորդական վկայականի քննությունների կարգում մոդելային փոփոխություններ է նախաձեռնել։ Վերանայվելու են նաև տեսական թեստերում ներառվող հարցերը։ Վարորդական վկայական ստանալու թեստերում կընդգրկվեն միայն այն կարգին վերաբերող հարցերը, որի համար քաղաքացին քննություն պետք է հանձնի։ Տեսական մասը հանձնելուց հետո էլ գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված 1 տարվա ժամկետը կդառնա 2 տարի։ Ներքին գործերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել։ Կառույցից տեղեկացնում են, նախատեսվում է իրականացնել գործընթացի մոդելային փոփոխություն, իսկ մինչև այդ պարբերաբար մոնիտորինգ են իրականացնում, գույքագրում խնդիրներն ու հանդես գալիս նախաձեռնություններով։ Այս նախագիծն էլ հերթական նախաձեռնությունն է։ Ակտիվիստ Արտակ Գաբոյանի գնահատմամբ նախընտրելի կլիներ, եթե տեսականը հանձնելուց հետո 1 տարվա ընթացքում շատ անգամներ հնարավորություն ընձեռվեր գործնական քննություն հանձնելու։ Այս պահին 1 տարվա ընթացքում միայն 3 անգամ է դա հնարավոր լինում։
Սրա խնդրեմը այնա որ շատ վատ է կազմակերպած այդ գործնական քննությունների հերթագրման համակարգն է անհասկանալի, անկանխատեսելի, մարդիկ չեն հասկանում, երբ է բացում, ինչ պատճառով, ասես մեկ էլ արանքում դու տեսնում ես, մեկի 4 ամիս հետո տեղ կա, մեկ է մյուս օրը մտնում ես, պարզվում է 2 օր առաջ տեղ է եղել, դու բացես թողել։ Ներքին գործերի նախարարությունից նշում են, այն անձինք, որոնք օրինակ ավտոդպրոցներում են սովորում, դիմում են, որ իրենց հերթը չեղարկվի եւ ավելի ուշ նախատեսվի, քանի որ դասընթացը դեռ չեն ավարտել։ Բացի դրանից, նաեւ գաղտնիք չէ եւ սա օբյեկտիվ իրողություն է, մենք տարեստարի ունենում ենք տրանսպորտային միջոցների քանակի աճ, ինչը հանգեցնում է նաև վարորդական իրավունքի վկայականի համար դիմելիության աճի, այսինքն հերթերը դառնում են ավելի ինտենսիվ եւ նման պայմաններում քաղաքացու համար փորձել ենք նախատեսել, եթե բացասական հանձնի, մի քանի անգամ հանձնելու հնարավորություն։ Այլ կերպ ասած, մենք նախատեսել ենք մի այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացին հնարավորություն կունենա ավելի շատ անգամներ մասնակցելու գործնական քննությանը։ Ինչ վերաբերում է հարցաշարի թիրախային դառնալուն, Գաբոյանը կարծում է, որ դրա փոխարեն տեսական քննությունը պետք է բարդացնել։ Երկրում ահավոր վատ է երթևեկության վիճակը, ու սրանով դուք ասենք հերիք չի տեսական հարցաշարը ինքը շատ վատ է կազմակերպած, այսինքն մարդիկ անգիր անելով են գալիս հանձնում։ Դուք այնց եք անում, որ այդ մարդը անգիր անելով, եթե մի անգամ անգիր էր արել, մի տարի ժամանակ ուներ, որ դրա հիման վրա գնար գործնական տար, հիմա ասում ես լավ արդեն վաղուց մոռացել ես այդ տեսականը, բայց եւս մի տարիք ես, որ դու գնաս գործնական հանձնես։ Փոխանակ դու այդ մի տարվա ընթացքում, եթե մարդը չի կարող գնա գործնական, մի անգամ ես տիպի թող թարմացնի տեսական գիտելիքները, ոչ թե իրան մի տարի, 2 տարի հետո վաղը մյուսօր լավ 2 տարում չհասցրես 4 տարի։ Մինչդեռ իրավաբանական վարչության պետը նշում է, որ տեսական քննության բաղադրիչը ամենակիչ փոփոխության ենթարկվողն է։ Ըստ նրա, վերլուծությունները ցույց են տալիս, որ կանոնների փոփոխությունները հաճախակի չեն։ Գտնում ենք, որ գիտելիքների հնացման կամ հին գիտելիքներով գործնական քննությանը մասնակցելու ռիսկեր առկա չեն։ Ինչ վերաբերում է այն մտայնությանը, որ սրանով մենք փորձում ենք շեմը իջեցնել, ես դες ասեմ, որ անվտանգությունը, այդ թվում նաև ճանապարհային երթևեկության անվտանգությունը ներքին գործերի նախարարության համար կարմիր գիծ է եւ որևէ նախաձեռնություն դուք չեք տեսնի, որը կատարվում է անվտանգության հաշվին։ Ըստ Մարանդյանի, այս փոփոխությունը պետք է ընկալվի որպես հնարավորությունների մեծացում։ Պաշտոնյայի համոզմամբ տեսական քննության մեջ միայն համապատասխան կարգին վերաբերող հարցերի ներդրումը կնպաստի, որ մարդիկ ավելի լավ տիրապետեն տվյալ տրանսպորտային միջոցին վերաբերելի կանոններին։ Հայաստանում շատ վաղուց այդ օրենքն է գործում, որ եթե դու գոնե մի վարորդական իրավունք ունես, մի կարգ ունես, հաջորդ կարգի համար տեսական չես հանձնում։ Պետքա գրված լինի, որ քանի որ այս պահին մենք արդեն սամ բան ենք արել, ֆիլտրել ենք, պակասացրել ենք հարցերի քանակը, նշանակում է նոր կարգ անելուց դու պետքա գնաս հիմա էլ այս կարգի համար տեսական հանձնես։ Իսկ այս նախագծող տեսման նախատեսած չէ։ Սակայն նախարարությունից նշում են, տեսական եւ գործնական քննությունները փոխկապակցված են։ Դուք չեք կարող դիմել օրինակ մարդատար տրանսպորտային միջոցի համար տեսական հանձնելու առումով, բայց հետո գնաք գործնականը հանձնեք բեռնատարի պարագայում։ Հետևաբար սրանք փոխկապակցված են եւ այս փոխկապակցվածությունը մենք դարձնում ենք ավելի թիրախային եւ արդյունավետ։ Եթե նախագիծը հաստատվի, այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, սակայն թեստերի փոփոխությունը կլինի սեպտեմբերին։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։ Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի իրացում ըստ հաղորդագրության Ռոսպոտրեբնադզորը վերահսկողություն է իրականացնում շրջանառության մեջ գտնվող արտադրանքի, այդ թվում ալկոհոլային խմիչքների նկատմամբ։ Ստուգումների արդյունքները որոշ ընկերությունների արտադրանքը չի համապատասխանել պարտադիր պահանջներին։ Մայիսի 22-ին գերատեսչությունից հայտնել էին, որ կասեցրել են ջերմուկի ներկրումը եւ վաճառքը Ռուսաստանում։ Միջազգային զարգացումները տեսաշարում։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե իբր արևմուտքը ցանկանում է պառակտել Մոսկվայի դաշնակիցներին, այդ թվում Հայաստանին։ Նրանք փորձում են Հայաստանին ներքաշել սխալ տրամաբանության մեջ, ինչպես դա արեցին Վրաստանի եւ Մոլդովայի դեպքում, իսկ հիմա անում են Ուկրաինայի հետ, կարծիք է հայտնել Սերգեյ Լավրովը։ Նրա համոզմամբ փորձ է արվում Հայաստանն օգտագործել իբր Ռուսաստանին վնասելու նպատակով։ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ Թեհրանը միաժամանակ մոտ են եւ հեռու են հնարավոր գործարքից։ Էսմայիլ Բաղայեին հայտնել է, որ կողմերը Պակիստանի միջնորդությամբ հաղորդագրություններ են փոխանակել եւ շատ հարցերի շուրջ համաձայնության են եկել, սակայն դեռ որոշ տարաձայնություններ կան։ Նրա խոսքով այժմ կենտրոնացած են բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման, Հորմուզի նեղուցի եւ ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վրա։ Բաղայեին տեղեկացրել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցն այժմ չի քննարկվում։ Պաշտոնյան բացառել է Իրանից հարստացված ուրանը դուրս
բերելու հնարավորությունը։ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Թեհրանի համար կարևոր է նաև հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։ Զուգահեռ Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ զինված ուժերը վերականգնել են կարողությունները եւ անհրաժեշտության դեպքում շատ ավելի ուժգին հարված կտան։ ԱՄՆ պետքարտուղարն էլ Նյու Դելհի այցի ընթացքում հայտնել է, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել եւ առաջիկայում կարող են լավ լուրեր լինել։ Ավելի վաղ Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ մի քանի երկրի ղեկավար պատրաստակամություն է հայտնել միանալու Իրանի դեմ պատերազմին, եթե տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեն։ Նա շեշտել է, որ նախընտրում են դիվանագիտական ճանապարհով համաձայնության գալ Թեհրանի հետ։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Դաշնության երկնքում ոչնչացվել է ուկրաինական 348 ԱԹՍ, թիրախում է հայտնվել այդ թվում Մոսկվայի շրջանը։ Հաղորդվում է, որ նավթային եւ քիմիական օբյեկտներ են վնասվել։ Վլադիմիր Պուտինն էլ մեկնաբանել է Լուգանսկում Ստարոբելսկի քոլեջի տարածքին հարվածները, հայտնի է, որ զոհվել է ավելի քան 10, վիրավորվել 40-ից ավելի մարդկան, անհետ կորածներ։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել, նշել, որ միջադեպի մանրամասները կհետաքննվեն։ Ստարոբելսկի հարցով նաև ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել։ Մոսկվայի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, Ուկրաինայի իշխանության գործողությունները վկայում են, որ Կիևը պատրաստ չէ երկխոսության։ Ուկրաինայի գլխավոր շտաբն էլ հայտարարել է, որ գիշերը թիրախավորել են ռուսական ռազմական օբյեկտներ, այդ թվում Ստարոբելսկ քաղաքի շրջանում գտնվող Ռուբիկոն ստորաբաժանման շտաբներից մեկը։ Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձարվածների ֆոնին Լատվիայում Բելարուսի հետ սահմանից ոչ հեռու կրկին ԱԹՍ է հայտնաբերվել, այն ընկել է լիճը եւ փայթել։ Թռչող սարքի ծագման մասին տեղեկություններ չկան, վերջին ամիսներին Բալթյան երկրներում պարբերաբար ԱԹՍ-ներ են հայտնվում։ Վոլոդիմիր Զելենսկին նամակ է հղել ԵՄ առաջնորդներին անդրադառնալով Գերմանիայի կանցլերի առաջարկին մինչև լիարժեք անդամակցությունը ԵՄ ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհել Կիևին։ Ըստ Ֆրիդրիխ Մերցի, Ուկրաինան կարող է մասնակցել ԵՄ կառույցների աշխատանքներին եւ աստիճանաբար ինտեգրվել միությանը, նաեւ հասանելիություն ստանալ ԵՄ բյուջեին։ Զելենսկին անարդար է որակել ասոցիացված անդամի հնարավոր կարգավիճակը, նրա խոսքով այդ դեպքում Կիևը չի ունենա քվեարկության իրավունք։ Նախագահը հավելել է, որ Հունգարիայում իշխանափոխությունից հետո ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցություններում զգալի առաջընթացի հասնելու հնարավորություն է ստեղծվել։ Մենք պաշտպանում ենք Եվրոպան ամբողջությամբ, ոչ թե մասնակի։ Ուկրաինան արժանի է հավասար իրավունքների Եվրոպայում, շեշտել է Վոլոդիմիր Զելենսկին։ Դիանա Գասպարյան, լուրեր։ Առողջություն, շրջակա միջավայր եւ տնտեսություն լավ կյանքի ինդեքսի վարկանիշը կազմվում է հաշվի առնելով այս ցուցանիշները։ Միայն տնտեսապես զարգացած լինելը բավարար չէ, առաջատարը լինելու համար։ Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները 20-րդ հորիզոնականում է, առաջին հորիզոնականում Նորվեգիան եւ Գերմանիան են։ Ցանկում ներառված 188 երկրի շարքում Հայաստանը 61-րդ հորիզոնականում է։ Այս ինդեքսները ըստ փորձագետի թույլ են տալիս գնահատել տվյալ երկրի գրավչությունը։ Ինչ է իրականում նշանակում լավ ապրելը։ Բրիտանական CS Global խորհրդատվական ընկերության ուսումնասիրությունը փաստում է, որ դա միայն ՀՆԱ-ի աճը եւ աշխատավարձի բարձր լինելը չէ։ Լավ կյանքի ինդեքսը հիմնված է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մարդկային զարգացման ինդեքսի, ինչպես նաեւ Յեյլի եւ Կոլումբիայի համալսարանների շրջակա միջավայրի կատարողական ինդեքսի վրա։ Վարկանիշը կազմվել է 3 հիմնական գործոնների հիման վրա՝ առողջություն, շրջակա միջավայր եւ տնտեսություն։ Բարգավաճման, բարեկեցության, անվտանգության եւ կյանքի ընդհանուր որակի համադրությամբ աշխարհում առաջին հորիզոնականը կիսում են Նորվեգիան եւ Գերմանիան։ 89.9 միավորով, երրորդը Շվեյցարիան է։ Խոշորագույն տնտեսություններից մեկին Ամերիկայի Միացյալ Նահանգներին դեպքում մենք ունենք 20-րդ հորիզոնականը, մի դիրք, որը կարծես թե ոչ առաջատարի դիրք է եւ ոչ էլ հետին պլան մղվող։ Այս շարքին մենք պիտի դասենք նաեւ Չինաստանին, որը նույնպես խոշորագույն դերակատար է, բայց դարձյալ զիջում է իր դիրքերով մյուս երկրներին։ Սա մեզ եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ այնուամենայնիվ զուտ տնտեսական ցուցանիշներն ամենևին էլ կյանքի որակի եւ հասարակության բարեկեցության մասին չեն խոսում։ Ուստի մենք պիտի կարողանանք առաջնահերթությունը տալ այլ ցուցանիշների, որոնք իրապես կկարողանան գնահատել, թե որքանով են ինստիտուտները որակյալ գործում։ Նշվում է, որ ամենաբարձր միավորներ ստացող հասարակությունները նրանք են, որոնք գտել են առողջապահությունը, կրթությունը, շրջակա միջավայրի կառավարումը եւ սոցիալական համախմբվածությունը բարգավաճման ընդհանուր տեսլականի մեջ ինտեգրելու եղանակներ։ Տեսեք, այստեղ ինչն է կարևորվում եւ ինչ առանձնահատկություն կա, ինչքան տնտեսությունը զարգացած է, ինչքան ավելի արդյունաբերությունը հզոր է, այնքան ավելի մեծ խնդիրներ են դիտարկվում, մասնավորապես նույն շրջակա միջավայրի հետ կապված կլիմայի փոփոխություն են արագ արձագանքելու, այսպես ավելի ճկուն քաղաքականություն վարելու առումով, եւ այս առումով խոշոր տնտեսությունը բավական խոցելի են այս առումով, որովհետեւ արդյունաբերությունը բերել նոր, ասենք, պահանջների, կլիմայի փոփոխություն են հարմարվելու, այսպես քիչ թափոններ արտանետելու, սա բավական դժվար խնդիր է։ Եթե հիշում եք, նույն COVID-ի այդ ժամանակահատվածում Չինաստանի միայն այդ արդյունաբերության կանգը բավական այսպես
մթնոլորտային շերտը մաքրել է։ Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառված է 188 երկիր։ Հայաստանը եւս ցանկում է։ Էկվադորի հետ 61-րդ հորիզոնականն են կիսում 70.2 միավորով։ Հարևան երկրներից առաջ ենք Իրանից եւ Ադրբեջանից։ Հայաստանը գտնվում է միջինից բարձր դիրքում, համընդհանուր ապահովագրական առողջապահական համակարգին անցումից հետո կարծում եմ հաջորդիվ մեր դիրքը ել ավելի կլավանա, որովհետեւ այստեղ առողջապահության համակարգը եւս կարևոր ցուցիչ է հանդիսանում եւ կարծում եմ նաեւ ծրագրեր, որոնք բնապահպանական միջոցառումներն են միտված, սրա եւս ասենք կարևոր առաջընթաց կլինի, որպեսզի Հայաստանը եւս իր դիրքերը ել ավելի բարելավի այս ցուցիչով։ Փորձագետի գնահատման որոշ ուղղություններով Հայաստանը լավ դիրքում է։ Այս ինդեքսի մեջ մարդկային կապիտալի դերը նշանակալիորեն պիտի արժևորվեր։ Եվ քանի որ Հայաստանը նույնպես որպես երկրի առաջնայնությունը մարդկային կապիտալի նշանակալիորեն հաղորդում է, սա էլ պիտի պայմանավորեր այս ինդեքսի տեսանկյունից Հայաստանի բավականին բարվոք դիրքերը։ Միևնույն ժամանակ, եթե մենք անդրադառնանք մյուս երկու կոմպոնենտներին, խոսքը շրջակա միջավայրի եւ տնտեսության մասին է ընդհանրապես, պիտի ֆիքսենք, որ այնուամենայնիվ շրջակա միջավայրի կոմպոնենտը եղել եւ շարունակում է մնալ հատկապես մեր նման տնտեսությունների համար ամենախոցերի կողմերից մեկը։ Իսկ ինչ են տալիս նման ինդեքսները երկրին եւ կամ ում համար են նախատեսված։ Սա հիմնականում օգտագործվում է գնահատելու տվյալ երկրի, այսպես ասած, գրավչությունը արտաքին, այսպես ասած, թե ու չեմ ասում ներդրողների, սակայն քաղաքացիների, որոնք ուզում են Հայաստանում ինչ-որ գործունեություն ծավալ, ապրել եւ նույն, ասենք, նույն Նորվեգիայի օրինակը, որպես լավ benchmarking կարող է հանդիսանալ այս ցուցանիշները բարելավելու համար։ Օրինակ, քաղաքականություն մշակողների համար այս ինդեքսը կարող է լինել ցուցիչ հասկանալու, թե որքանով են իրենց կողմից իրականացվող քաղաքականությունները համաչափ արդյունք ապահովել հասարակության տարբեր շերտերի միջև։ Լավ կյանքի ինդեքսի վերջին տեղում 38 միավորով Սոմալին է։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։ Բարեկարգվում են Թալինի հրապարակն ու զբոսայգին, համայնքն ու պետությունը համատեղ 25 միլիոն դրամ են հատկացրել հրապարակին, 12 միլիոն էլ այգուն, ամբողջովին վերափոխված զբոսայգու տարածքը արդեն սալարկվում է եւ շուտով շահագործման կհանձնվի։ Համայնքապետարանում վստահ են, կենտրոնական զբոսայգու ու հրապարակի բարեկարգումը կապահովի ոչ միայն քաղաքի գեղագիտական տեսքը, այն կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ 200-300 ավտո աղբենք մենակ ստեյս մաքրե թափե։ Այդքան աղբը հավաքել են Թալինի կենտրոնում գտնվող երբեմնի զբոսայգուց։ Թալինի բնակիչը ցույց է տալիս անխնամ այս հատվածն ու ասում, ամբողջ տարածքներ այդպիսին։ Այս տարածքում առաջներում լավ այգի ա եղել։ Ոնց երգիրը քանդվել է, այս այգին էլ հետնա քանդվել։ Կարուսելներ են եղել ստե, նայես, այն կարուսելը որ Հայաստանում մի հատ երկու հատ պետք է լինի, դեռ ավիրվել է, ոչ բան չէր մնացել։ Հին այգու միակ վկան տարածքում մնացել է հենց այդ կարուսելը։ Միայն վերջին տարիներին է այգին սկսել վերափոխվել։ Այն կանաչը ծառների հետ, այն ծառները լրիվ, այս բիսեդկեն, այն վերևինը, էդի անդես սուկարաններին, հանդերձարան, պայեստ, այս դաշտն ենք սարքել, թենիսի կորտը, այս երեխաների համար ենք սարքել։ Մաս-մաս արված բոլոր աշխատանքներն է թվարկում։ Այս փուլում արդեն սալարկում են զբոսայգու տարածքը։ Թե երբ վերջնական տեսքի կգա, հարցրինք աշխատանքներն իրականացնող շինարարին։ Եթե եղանակները թույլ տան, մենք մինչև ամսվա վերջ վերջնական տեսքը կունենանք։ Կարևորում են, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն էլ կարողանան օգտվել զբոսայգուց։ Հիմա այդ մուտքի աշխատանքն ենք կատարում, այդտեղ պետք է թեքահարտակներ շարենք։ 1-2 օրում կվերջացնենք այդ բազատե եզրակայարի շարը ու արդեն կանցնենք բետոնային սալիկների շարելուն էլի արդեն։ 750 քառակուսի մետր տարածքը բարեկարգելու համար հատկացվել է շուրջ 12 միլիոն դրամ, 60% համայնք, 40% պետություն հարաբերակցությամբ։ Շուրջ 25 միլիոն դրամ արժողությամբ բարեկարգման աշխատանքը իրականացվում նաև Թալինի հրապարակում։ Այնտեղ էլի պետքա վերջնական այդ գլդոնենք, որպեսզի հիմքը ստանանք ամուր, որ կարողանանք այդ բազատե բաները բետոնից ես բաները, սալիկները արդեն շարեն։ Նախինում տարածքը ասֆալտապատ էր, ինքը որպես ինքը քաղաք գեղագիտական տեսքը չէր ապահովում։ Կենտրոնական զբոսայգու ու հրապարակի բարեկարգումը կապահովի քաղաքի գեղագիտական տեսքը եւ ոչ միայն։ Բազմաթիվ ծրագրեր կան, իրականացվել է եւ պլանավորվում է իրականացնել զբոսաշրջության մասով եւ տվյալ բարեկարգման աշխատանքները նույնպես ընդգրկում են նաեւ զբոսաշրջության զարգացման կոմպոնենտը։ Համայնքապետարանի ներկայացուցիչը շարունակում է. ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունները
Տերը կաթողիկե եկեղեցին ու Դաշտադեմի ամրոցն են։ Այցելելի զբոսաշրջիկները Թալինով են անցնում։ Եթե ապահովեն քաղաքի գեղեցիկ տեսքը, գուցե զբոսաշրջիկներն այնտեղ ժամանակ անցկացնեն։ Վերադառնալով զբոսայգուն Թալինի բնակիչը պատմում է, աշխատանքները սկսելուց առաջ էլ մինչև կեսգիշեր այնտեղ երեխաներն ու մեծահասակները բազմաթիվ էին։ Կարծում է փոփոխությունից հետո այգու այցելուներն էլ ավելի կշատանան։ Էմմա Վարդանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։ Վերջին 2 տարում ոռոգման ջրի ահռելի կորուստները նվազեցնելու ուղղությամբ 16 ծրագիր է արվել։ Ջրային կոմիտեի ներկայացուցչի խոսքով ջրի կորուստները շատ դեպքերում արձանագրվում էին հողային հուն ունեցող ջրանցքների պատճառով։ Ոռոգման սեզոնից առաջ կոմիտեն ամբողջությամբ փոխել է Արազապ 1 պոմպակայանի խողովակաշարը։ Ջրային կոմիտեն այս տարի կիրականացնի Արազապ 1 պոմպակայանի մեղման խողովակաշարի երկրորդ փուլի շինարարական աշխատանքները։ Ոռոգման սեզոնի մեկնարկին առաջնահերթ անելիքն է ընդգծում կոմիտեի մոնիտորինգի եւ վերլուծությունների վարչության պետը։ Պոմպակայանի հիմնանորոգման առաջին փուլը ավարտվել է նախորդ տարի։ Պոմպակայանի երրորդ մեղման խողովակաշարը ամբողջությամբ փոխանցվելու է 3800 գծամետր երկարությամբ։ Ոռոգման շրջանում տասնյակ, եթե ոչ ավելի վթարներ են տեղի ունենում, ինչը բերում էր ոռոգման ջրի հսկայական կորուստների։ Նախագծային նոր լուծումներն այնպիսին են, որ Օհանջանյանի խոսքով խողովակաշարի ամբողջությամբ փոխարինման դեպքում հնարավոր կլինի խուսափել ցանկացած վթարից։ Արարատ ջոյի կողմից շահագործվող Արազապ 1 պոմպակայանի վերակառուցման երկրորդ փուլի մրցութային գործընթացը մեկնարկել է։ Առաջին փուլով ամբողջությամբ փոխվել է 5657 գծամետր մեղման խողովակաշարը։ Շահագործման հանձնումից 47 տարի անց նորոգվում է պոմպակայանը, որից օգտվում են Արմաշ, Երասխ, Պարույսևակ գյուղերը։ Արազապ 1-ն այս պահին ոռոգում է 930 հեկտար փաստացի հողատարածք։ Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո եւս 470 հեկտար կավելանա։ Հաշվի առնելով, որ ներտնտեսային ջրանցքները շատ դեպքերում հողային հունով են, ունենք տասնյակ հազարավոր կիլոմետրով հողային հունով ջրանցքներ, որտեղ ունենք ահռելի ոռոգման ջրի կորուստներ։ Այս առումով համայնքները իրականացնում են մեծացավալ սուբվենցիոն ծրագրեր, որի արդյունքում հողային հունով ջրանցքները փոխարինում են եկատբետոնե կիսախողովակներով, ինչը բերում է ոռոգման ջրի կորուստի նվազման։ Վերջին 2 տարում ոռոգման համակարգերի արդիականացման 3.2 միլիարդ դրամ արժողությամբ 16 ծրագիր է արվել։ Կոմիտեն ըստ Օհանջանյանի ձեռք է բերել նաև 4 միլիարդ դրամ արժեքով ոռոգման համակարգերի հիմնանորոգման 15 ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթեր, ստացել դրանց քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացությունը։ Այս տարի նախատեսվում է իրականացնել օրվա կարգավորիչ ջրավազանների հիմնանորոգման աշխատանքներ։ Երկուսի շինարարությունը մեկնարկել է։ Իսկ 2 օրվա կարգավորիչ ջրավազանները Գեղարքունիքի մարզի Ծովինդար եւ Վաղաշան բնակավայրի օրվան կարգավորման ջրավազանների մրցութային կորստացը ավարտական փուլում է։ Օրվա կարգավորման ջրավազանների հիմնական նպատակը ոռոգման համակարգերում եւ գլխամասային հանգույցներում ոռոգման ջրի բավարար քանակի կուտակումն է, որը ոռոգման համակարգերի կառավարումը դարձնում է ավելի արդյունավետ եւ ճկուն։ Վերջին ամիսների առատ տեղումների շնորհիվ ոռոգման համակարգերում եւ ջրամբարներում կուտակված ջուրը պետք է որ բավարարի ոռոգումը կազմակերպելու համար, բայց վերջնական գնահատական տալու համար ոլորտի ներկայացուցիչները այս պահին այդ մասին խոսելը վաղ են համարում։ Մայա Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։ Ֆիլադելֆիայում պատվել են ամերիկահայ երախտավորներին միակ հայ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանին, հեռուստաաստղու գրող Սոնա Մովսեսյանին, արվեստագետ Մայքլ Արամին, անիմացիոն խոշոր ստուդիաներից մեկի հայազգի փոխտնօրենին, հյուրանոցային ցանցերից մեկի տնօրենին, հայ բարերարների։ Ամերիկյան բանակի հայ գեներալ Սթիվեն Մանանյանը նշել է հպարտ է իր հայկական արմատներով։ Այդ միտքը կարմիր թելով անցել է պարգևատրված բոլոր հայ ականավորների խոսքում։ Մանրամասները Հայկ Արամ Նահապետյանի ռեպորտաժում։ Գալայի մոդերատոր Սոնա Մովսեսյանը հիմա առավել հռչակվել է որպես գրող, բայց ժամանակին ավելի հայտնի էր որպես հեռուստատեսության աշխատող ու ականավոր շոումեն Քոնան Օբրայանի գործընկեր։ She's going to go, that's Sona Movsesian. 7 մրցանակ պիտի հանձնեմ, սկզբում ասաց Սոնան, չիմանալով, որ իրականում դրանք 8-ն են։ Պարզապես վերջինն իր համար էր նախատեսված։ Նախ բոլորին տեսաուղերձով դիմեց նահանգապետը։ 50 տարի է փոքր Մհերի արձանը կանգնած է Ֆիլադելֆիայում որպես Փենսիլվանիայի ու ողջ ամերիկահայ համայնքի պատմության, իրենց ներդրումի եւ վճռականության գրավական։ Առաջին մրցանակը ստացավ աշխարհահռչակ արվեստագետ Մայքլ Արամը, իր արվեստի գործերը Մեյսիսում ու ամերիկյան ուրիշ հեղինակավոր խանութներում են, բայց համընդհանուր ճանաչման ֆոնին Մայքլ Արամը երբեք չկորցրեց կապը համայնքի հետ։ Հայոց ցեղասպանությունը ոգեշնչող իր հուշարձանը Նյու Յորքի Սուրբ Վարդան հայկական տաճարի բակում է, իսկ Նոյան տապանի քանդակը Վատիկանում է։
Չնայած համաշխարհային հռչակին նա միշտ հարազատ մնաց իր հայկական արմատներին։ Աշխարհի միակ հայ տիեզերագնացը ծնունդով Ֆիլադելֆիայից է, ֆիզիկոս, բժիշկ եւ տիեզերագնաց, որքան հայ մայրեր կուզեին իրենց աղջկան ամուսնացնել նման բացառիկ փեսացուի հետ, կատակեց Սոնան։ Ջեյմս Բաղյանը երկիր մոլորակի շուրջ պտույտներ է կատարել 1989-ին եւ 91-ին։ Շնորհակալ եմ իմ ծնողներին այն արժեքների համար, որ իրենք ինձ սովորեցրին։ Երբ փոքր էի, իմ դասընկերոջ հայրը $1 էր տալիս որդուն ամեն անգամ, երբ նա բարձր գնահատական էր ստանում։ Մի անգամ հորս հարցրի, թե ինչու ինքը նույն ձևով ինձ չի վճարում։ Նա ասաց, որ կարևորն այն չէ, թե ինչ եմ ստանում, այլ կարևոր է, որ ես միշտ ինձնից կախված ամեն ինչ անեմ լավագույն կերպով։ Այդ դեպքում վաղ թե ուշ ինձ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Մարկո Պլամազյանն էլ հյուրանոցային բիզնեսում ամենահեռուն գնացած հայրն է ու արդեն 20 տարի է Հայատ աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի տնօրենն է։ Կարծում եմ շատ հայեր շատ հաջողակ են բիզնեսում, հատկապես Միացյալ Նահանգներում, քանի որ դարերով որպես ազգ բիզնեսի ասպարեզում մեծ հաջողություններ էին գրանցում եւ սա դարձել է ժառանգական։ Իմ բախտը բերեց, որ հայ եմ, բայց նաեւ եղան մարդիկ, որ այս ընթացքում ինձ օգնեցին։ Շատերը ոտքի կանգնեցին, երբ պարգևատրում էին գեներալ Մարանյանին, ամերիկյան բանակի պաշտոնաթող հայ ավագ սպան, ծառայել է Կորեայում, Աֆղանստանում, Իրաքում, ղեկավարել երկրի կենտրոնական ռազմակրթական հաստատություններից մեկը։ Իմ պապ Արամը, որ մասնակցել էր առաջին համաշխարհային պատերազմին, հասցրեց տեսնել իմ սպա դառնալը։ Զինվորական ծառայություն էին անցել իմ հայրը, Ջեք Մորանյանը, հորեղբայրներ Ջորջը, Արթուրը, Լեոն եւ Մայքը, որը օդուժում էր ծառայում։ Ծառայություն են անցել հորաքույրներիս ամուսինները եւ քերիս, այնպես որ ես հպարտ եմ, որ ամերիկահայ զինվորական եմ, որը սերում է զինվորականների ընտանիքից։ Տարիներ առաջ, երբ Խիզախը ամերիկյան անիմացիոն ֆիլմը մրցանակներ էր շահում, Disney ընկերությունում անսպասելի զանգ ստացան ամերիկյան ներքին անվտանգության նախարարությունից, խնդրելով միացնել մուլտֆիլմի պրոդյուսեր Քեթրին Սարաֆյանի հետ։ Մինչ Քեթրինը փորձում էր հասկանալ, թե ինչու պետք է ուժայիններն իրեն փնտրեին Վաշինգտոնից, պարզվեց պատճառը, որքան անսպասելի, նույնքան էլ հաճելի էր։ Ամերիկահայ քննիչ էր զանգել շնորհավորելու մրցանակի առիթով։ Աշխատել եմ Խիզախը, Toy Story, Մեքենաներ ճանապարհին եւ այլ մուլտֆիլմերի վրա ու փոխտնօրենն եմ մի անիմացիոն ստուդիայի, որի պատրաստած անիմացիոն ֆիլմերը հուսով եմ մնայուն կլինեն։ Հայ քույրերի վարժարանի ու նահանգի մեծ թվով ուրիշ հայկական կառույցների հովանավոր Պիտեր Ոսպիկյանը ստացավ հաջորդ պարգևը։ Նույնպես գործարար ու բարերար Հրայր Հովնանյանի դուստր Էդիլ Հովնանյանը դեպի Հայք Birthright Armenia ծրագրի նախաձեռնողն է։ Մի նախագիծ, որով շատերը ոչ միայն այցելում են մայր հայրենիք, այլև հաստատվում այստեղ։ Եթե հաշվենք այս 20 տարվա մեջ մոդավորապես 4000 ավել մոդնում ենք մոդենա 5000 հոգի բերել ենք Հայաստան։ Եվ ամեն հոգի ընդհանրապես կմնա 4 մինչև 6 ամիս։ 53 հոգի ամուսնացել են, մեկը զույգը գահոս, մոդավորապես 13% կմնան հավիտյան Հայաստան։ Հայկարամ Նահապետյան, լուրեր, Ֆիլադելֆիա։ Այսքանը, ծանոթացեք նաև մարզական նորություններին, իսկ ես ձեզ խաղաղ երեկո եմ մաղթում, ցտեսություն։